Միքայել Սրբազանը ներողություն, բայց պարտավոր է իր դիրքորոշումը փոխել լրագրողների հետ զրույցում, ասել է քաղաքացիական պայմանագրից հեռացված падգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու եւ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, որից Սրբազանը հրաժարվել է։ Ես վախենում եմ իմանալից խոսքեր ասեմ, որ վնասեմ այդ գործընթացին, որովհետեւ Միքայել Սրբազանը ասենք ես ինքս կներեք անհավատս խորը հարգանք եմ ունեցել այդ մարդու նկատմամբ, չճանաչելով իրեն, ես մի անգամ իրեն տեսել եմ, հանդիպել եմ 24 նյուզից դուրս գալուց, երբ որ ինքը ներս էր մտնում հարցազրույցի, ես հարցազրույցից դուրս էի գալիս, ես իրեն չեմ ճանաչել, բայց իր շատ հարցազրույցների, շատ բաների հետևել եմ, եւ տեսնում եմ, որ այդ մարդը շատ ծանրակշիռ մարդ է եւ հարգանք է վայելում, եւ շատ ներողություն, մենք ամեն մեկս, որ մենակ մեր գլխի տերը չենք, նույնպես եւ նաեւ Միքայել Սրբազանը իր գլխի տերը չի, որտեղ ինքը նիշա է զբաղեցրել, շատ կարևոր նիշա է զբաղեցրել եւ հետեւաբար կներեք հազար անգամ ներողություն, ինքը պարտավոր է իր դիրքորոշումը փոխի։ Խնդրում եմ, իհարկե խնդրանքով եմ դիմում բնականաբար, բայց ես կարծում եմ, որ ինքը այն անձնավորությունն է, որ հաշվի առնելով իր հեղինակությունը հասարակության մեջ հաշվի առնելով նորից եմ ասում պետության տարածած մարտահրավերները ինքը պարտավոր է։ Աղազարյանը համակարծիք չէ այն պնդման հետ, որ նման առաջարկով իշխանության ջրաղացին ջուր են լցնում, հաստատելով, որ հոգևորականները քաղաքականությամբ են զբաղվում։ Հոգևորականը քաղաքացի է, պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, որի լուծումը անհանգստություն է առաջացնում։ Հիմա եթե բոլորի կողմից հարգված եւ ընդունված հոգևորականը գա 6-ից 7 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը եւ բոլոր քաղաքական ուժերն իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին եւ գնան 2026 թվականի ընտրություններին, այստեղ դա նշանակում է, որ հոգևորականությունը զբաղվում է քաղաքականությամբ, ոչ հոգևորականներն ընդամենը օգնում են այս ճգնաժամից դուրս գալ, ասել է նա։